Գրիգորյան, խոսքը կոնտեքստից կտրված ներկայացնելը իհարկե հրաշալի ստացվում է, վերջին մի ժամն էլ դրա մասին է խոսում։ Խոսքը վերաբերում է 2024 թվականի նոյեմբերից սկսված պլանավորումների մասին, այդ թվում խաչվերած տոնի հետ կապված, եթե չեմ հիշում դահլիճում եք թե չէ, Տիկին Վարդանյանի հարցին պատասխանելիս նորից եմ անդրադարձել, որ պլանավորումը վերաբերում էր ամեն հարմար առիթին սկսած 2024 թվականի նոյեմբերին։ Պարոն Ռուբինյանի հարցը ինձ համար սկզբում հասկանալի չէր, որովհետև պարոն Ռուբինյանի շեշտադրումը վերաբերում էր, ես ձեր հարցին եմ պատասխանում, վերաբերում էր 2024 թվականին։ Իմ շեշտադրումը վերաբերում էր 2024 թվականի նոյեմբերից սկսած պլանավորվող գործողություններին։ Միջնորդագրի մեջ դա նշված է, եւ իմ խոսքը պետք չի կոնտեքստից կտրել եւ ներկայացնել, որ գիտեք, ինչ դուք մեզ մոլորության մեջ եք գցել։ Ես այս բնավ մոլորության մեջ գցելու որևէ անհրաժեշտություն չունեմ։ Ամբողջ կատարած արարքը ներկայացված է միջնորդագրի մեջ, եւ միջնորդագիրը ներկայացված է ձեզ։ Խոսակցությունները շատ հստակ են, ինչքան էլ կոնտեքստից կտրեք։ Իրենք ամեն հարմար առիթի են սպասել։ Եվ նույն Արթուր Սարգսյանի խոսակցություններից էլ ակնհայտ է, որ Արթուր Սարգսյանն ասում է, որ պահին էլ որ որոշվի, ես Սյունիքի ճանապարհը փակելու եմ։ Այսինքն իրանց համար ակնհայտ է, որ որոշակի պահի, երբ որ իրանք որոշեն, որ այսօր այդ օրն է այդ միջոցառումը պետք է իրականացնեն, ինքը պատրաստ է։ Եվ դրա մեջ ներառված է նաև խաչվերած տոնը։ Պարոն Ռուբինյանի հարցը վերաբերում էր դրան, եւ ես խնդրեցի, որ ինքը հստակեցնի։ Մեր մեղադրանքը, ինչքան էլ դուք հիմա բացասական գլխով էսպես անեք, դա փաստ է։ Պլանավորումը վերաբերում է 2024 թվականի նոյեմբերից սկսած։ Ինչքան էլ ուզենաք հիմա ցույց տալ, որ այ ռետրոսպեկտիվ մենք խոսում ենք 2024 թվականի սեպտեմբերի մասին, չի ստացվելու, որովհետեւ հաջորդող բոլոր խոսակցություններն էլ վերաբերում են 2024 թվականի նոյեմբերից սկսած գործողություններին։ Ու ես ոչ մի բան երբեք չեմ նենգափոխում։ Արձագանք։ Ասեկների հետ կապված ներողություն չպատասխանեցի։ Ասեկների հետ կապված ասի, որ այս պահին մենք չենք հրապարակում, որովհետև գտնվում է քննության փուլում։ Իդեպ ձեր գործընկերոջ հարցին պատասխանելիս ասեցի։ Համեցեք, արձագանք։ Տիկին Վարդապետյան, նման վստահությամբ գիտեք ինչ դրվագ հիշեցի, երբ այստեղ քննարկում էր գնում նաև բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի մասին, ես հստակ թիվ հնչեցրեցի, դուք ասացիք, որ այդ թիվը ճիշտ չէ, այլ թիվ հնչեցրեցիք, մի քանի օր հետո ստիպված էիք ասել, որ ձեր իսկ այս ամբյոնի հնչեցած թվերը սխալ են։ Հետևաբար ես ընդհանրապես մի ձայնագրություն եմ միացրել, որտեղ դուք եք խոսում, ու հարցն այն մասին էր, թե գործողությունները երբ էին նախատեսվում իրականացվելու։ Դուք ասում եք սեպտեմբերին էին նախատեսվում իրականացել։ Եկեք ֆիքսենք, գիտեք, ընդհանուր տրամաբանության մեջ միգուցե սա անկյունակարային հարցը չի, բայց ամեն դեպքում ֆիքսենք, որ դուք այդ ամբյոնից կանգնած փորձել եք մոլորեցնել ազգային ժողովին ու պարզապես ստել եք։ Հաջորդը, ուրեմն ես շարունակում եմ, ներկերի մասով, խնդրում եմ ինձ չընդհատել, ներկերի մասով, ասում եք ներկեր են ձեռք բերել եւ դա եւս փորձում եք կապել, իբր ահաբեկչության գործողությունների հետ։ Բայց նույն ամբյոնին կանգնած նաեւ ասում եք ներկերը իրենք էլ են խոսում, որ դա կարող է լինել խուլիգանություն, խուլիգանական դրսևորում։ Տիկին Վարդապետյան, խուլիգանությունը մի բան է, ահաբեկչությունը այլ բան է։ Եվ ասում եք Արթուր Սարգսյանը պատրաստական մեր փողոցներ փակել, էս աներ։ Փողոց փակելը որ օրվանից դարձավ ահաբեկչություն։ Իհարկե փաստոցի բազմաթիվ հարցեր այստեղ կան, նույն ծխարցակող այդ բաները համարում եք ահաբեկչության դրսևորումներ, այդ նույն ամբյոնից կանգնած պատգամավորներ էին դա անում։ Այսինքն ներկայացնել սրանք Համեցեք Տիկին գլխավոր դատախազ։ Շնորհակալություն։ Երևի հատվածական եք լսում կամ դուրս եք գալիս, ներս եք գալիս, ամբողջը չեք լսում։ Ես կարդում եմ այն հատվածը, որը վերաբերում էր խոսակցություններին։ Այդ խուլիգանությունը հենց իրենք են որակում իրենց արարքները։ Այո, չէ, իրենք են որակում իրենց արարքները, մենք չենք որակում խուլիգանություն։ Երբ որ դուք խոսում եք, ես ձեզ չեմ ընդհատում։ Եվ մոլորության մասին ձեր բոլոր ենթադրությունները, դա ձեր ենթադրություններն են հատվածական մեկնաբանության հիման վրա։ Ես հասկանում եմ շատ մեծ է ձեր գայթակղությունը որևէ կերպ նենգափոխելու ասվածը, բայց այնքան հստակ են խոսակցությունները եւ այնքան հստակ են անձինք, ովքեր խոսակցությունները վարում են։ Բնականաբար ես կանխատեսում եմ, որ այս այնց կոնտեքստից կտրված պիտի խոսենք ու կանխատեսում եմ, որ մի բանը մի քանի անգամ պիտի ստիպված լինեմ կրկնել, հա ու կրկնելու եմ եւ գործողություններն էլ եւ միջնորդագիրն էլ վերաբերում է նոյեմբեր ամսից սկսած կատարված գործողություններին, որոնց մեջ քննարկվում է նաեւ սեպտեմբերի խաչվերած տոնին հնարավոր գործողությունները։ Նարեկ Բաբայան Կուզեի լսեի 20, 21, 22 թվականների պատկերը, ունենք աճ թե նվազում, եթե աճը պատճառը ինչումն է, եթե ունենք նվազում, ապա վերլուծություն ունենք, ինչի արդյունքում այդ նվազումը արձանագրվել։ Սա պատասխանեք, որի ժամանակ ունենանք նաև արձագանքի միջոցով շարունակենք։
Ես շնորհակալություն եմ խնդրում, շնորհակալություն եմ հայտնում, բայց ներողություն եմ խնդրում, որտեղ անգիր վիճակագրական տվյալները հիշել ուղղակի ֆիզիկապես հնարավոր չէ, կամ ամփոփիչ ելույթի շրջանակներում թույլ տակ վիճակագրական տվյալները հաղորդումից ընթերցեմ, բարձրաձայնեմ, որպեսզի ձեզ համար հասանելի լինի, կամ խնդրեմ այլ ձևաչափով, որտեղ այս պահին ուղղակի անգիր հիշել հնարավոր չի, որպեսզի պատասխանեմ պարոն Խաչատրյանի կամ ձեր հարցին։ Ներողություն, ուղղակի թվերը, տոկոսները սենց քնից արթնանալ եւ հիշել չի ստացվում։ Համեցեք պարոն Քոչարյան արձագանքի։ Խաչատրյանի հարցը ես մասնավորեցրեցի, որպեսզի պատկերը, որտեղ ինքնասպանությունը դա մի տեսակ է բանակում, որը կարող է մեկ ինքնասպանության դեպք ամբողջ բանակի բարեփոխումները իջիկ դարձնել եւ դրա համար միշտ պետությունը ուշադիր պետք է լիներ այդ խնդիրի լուծմանը, որովհետեւ բազմաթիվ հանգամանքների արդյունքում է, որ մարդը 18 տարին դեռ նոր ոլորած մարդը, երիտասարդը գնում է այդպիսի գործողության, մեկ ասում է սիրած աղջկա մարա, մեկ ասում է խաղամոլության դրսևորումներ կան բանակում, քրեական ենթամշակույթ կա եւ այլն։ Ուզում եմ ասեմ, որ այնուամենայնիվ վիճակագրությունը ասում է, որ պատերազմից առաջ, պատերազմից հետո եւ հաջորդիվ 2 տարիների ընթացքում մենք ունենք տվյալ պատկերի նվազում, ես ուզում եի հասկանալ, եթե կա վերլուծություն, պատկերը նվազման, ինչի արդյունքում է, ինչ որ բան փոխվել է բանակում, ինչ որ բան դուրս է եկել բանակի կառավարման միջավայրից, որը բերել է ինչ որ բանի նվազման, որտեղ նվազումը կարող ենք ուրախանանք, բայց դա կարող է լինի լոկալ բնույթ, կարող է նաեւ պատերազմի հետ կապված է այդ նվազումը, չգիտեմ։ Ես կուզեի, որպեսզի ձեր եզրափակիչ ելույթում, եթե կա ինչ որ մի պատկեր ձեր մոտ վերլուծած կամ զինվորական դատախազության կողմից ներկայացնեիք, որովհետև դա շատ կարևոր ձեռքբերում կլինի նաև մեր զինված ուժերին հուշելու համար ինչի վրա կենտրոնանալ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, քանակական առումով թվերը կհնչեցնեմ եզրափակիչ ելույթի ժամանակ, բայց պատճառների տեսանկյունից, պարոն Քոչարյան, լատենտայնության խնդիր ունենք իհարկե բացահայտումների առումով եւ այստեղ բոլոր պատճառները, որ հնչեցրեցիք, եւ քրեական ենթամշակույթ եւ որոշակի հուզական կապեր, որոշակի հարցեր, դրանք բոլորը վկայում են մեկ երևույթի մասին, ոչ կանոնադրային հարաբերությունների մասին եւ վստահ եմ ունենալով երկար փորձառություն ոլորտում շատ լավ պատկերացնում եք, որ ոչ կանոնադրային հարաբերությունները թիվ 1 պատճառն են այդ ինքնասպանության երևույթների, որովհետեւ ինքնասպանությունը ինքը ագրեսիայի դրսևորման մի ձևն է տվյալ դեպքում եւ սպանությունները եւ ինքնասպանությունները բանակում պետք է դիտարկել մեկ երևույթի շրջանակներում։ Դա նույն ագրեսիան է, մի դեպքում ուղղված անձի կողմից դեպի ինքը իրեն, մյուս դեպքում ուղղված դեպի դուրս, բայց պատճառները իմ գնահատմամբ, իմ այս 8 ամիսների աշխատանքի գնահատմամբ թաքնված են բացառապես ոչ կանոնադրային հարաբերությունների մեջ եւ ոչ կանոնադրային հարաբերությունների խրախուսման մեջ։ Եվ այս առումով բանակը եւ կարգապահության եւ կառավարման տեսանկյունից համ հեշտ, համ բարդ համակարգ է։ Հեշտ է, եթե հենված է այդ կանոնադրային հարաբերությունների եւ հրամանատարությունը կարողանում է այդ հեղինակությունն ունենալ կանոնադրային հարաբերություններ պահպանելու տեսանկյունից եւ դժվար է, երբ որ կանոնադրային հարաբերությունները դուրս են գալիս եւ փոխարինվում են տարբեր տեսակի քրեական ենթամշակույթ